ժամանակս այս թեմայով ունի ասելիք, համեցին։ Շնորհակալություն։ Ուզում եմ խոսքը սկսել այն արձանագրումով, որ հետո հանկարծ քննիչները, դատախազները չփորձեն այս տեղի ունեցողի մեջ քրեաիրավական, խուլիգանական տարրեր տեսնել։ Այստեղ հավաքվածները իրականացնում են ինքնաբուխ ակցիա, որը արձագանքն է այն վերաբերմունքի, որը ըստ էության լսումներ անցկացնելու ազգային ժողովի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու պահանջը չի բավարարվել։ Որպեսզի հետո էլի երկար օրերով դատարաններում ստիպված չլինեմ, ասեմ, որ զավակ կորցրած եւ անհետ կորցրած մարդը խուլիգան չէ, այլ ամենամարդկային ցասումի տեր մարդն է, մարդկային ու ամենախորը ցավի տեր մարդն է, ում արարքները եւ գործողությունները եւ մոտիվները պայմանավորված են միայն ու բացառապես իր որդու ճակատագիրը պարզելու այդ պարզ պահանջով։ Ու այստեղ որևէ մեկը, խնդրում եմ բոլորին նայեք, ես կարող եմ նույնիսկ հատ առ հատ անուններով ներկայացնել այդ մարդկանց, որ հետո քննիչները ասենց լուրջ դեմքի արտահայտությամբ չասեն, թե այդ խուլիգանները ինքնությունը չպարզված մարդիկ էին։ Այստեղի յուրաքանչյուրի ինքնությունը կարծում եմ նույնիսկ այստեղ կանգնած ոստիկանները անունով եւ ազգանունով գիտեն այս մարդկանց։ Այս մարդկանց ոչինչ չի փոխել այս 6 տարվա ընթացքում։ Մարդիկ 6 տարի առաջ էին իրանց երեխաներին փնտրում, այսօր էլ են փնտրում։ Ով անկախ նրանից որ քաղաքական գործիչը կկանգնի իրանց կողքը կամ չի կանգնի, անկախ նրանից թե ինչ քաղաքական թափթփուկներ, ինչ մեկնաբանություններ կփորձեն քաղաքական տալ այս մարդկանց մոտիվների հետևում, այս մարդկանց պահանջը անխոցելի է, մարդկային է ու ճիշտ է, այս որպես իրավական մասով։ Հաջորդիվ իհարկե գործընկերս ներկայացրեց այս իրավական գործընթացները, բայց պետք է մի փոքր ավել եւս ասեմ։ Մենք հայցադիմում էինք ներկայացրել վարչական դատարան այս պահանջը բավարարելու, բայց դա եւս բարույթ նույնիսկ չէր ընդունվել տեխնիկական շահարկումներով։ Եվ այլ նմանատիպ գործերով էլ համանման փորձառություն ունենալով հասկանում ենք, որ ցավոք սրտի դատարանները այնտեղը չեն, որտեղ մենք պետքա այս հանրային պահանջների բավարարումը ստանանք։ Երբ որ կա քաղաքական որոշում հարցը ծածկադմփոց անելու, փակ պահելու, ուրեմն այդ քաղաքական որոշումը բնականաբար նաև տարածվելու է դատական ատյանների որոշումների վրա։ Ու դա ուղղակի ավելի շուտ հանրային ուշադրությունից շեղելու, քողարկելու միջոց է ծառայում ցավոք սրտի դատարանը, քան իրապես հարցը բարձրաձայնելու ու պահանջը իրականացնելու արդյունավետ միջոց։ Հետևաբար նաև այս է պատճառը, որ հիմա այս հանրային լսումները ինչու մեծ դահլիճում էինք ուզում լինել, որովհետև ավելի մեծ զուտ տեխնիկական առումներով ելնելու ավելի մեծ տեսանելիություն է ապահովում։ Դրա համար ուզում եմ ասեմ, որ անկախ ամեն ինչից այս պահանջը արդարացի է ու եկեք մի կարևոր շեշտադրում էլ անեմ, այն պատասխանում, որը մեզ տրվել է ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կողմից, ոչ թե ասվում է, գիտեք ինչ կա, անհետ կորածների ծնողներ, զոհվածների ծնողներ, հարազատներ, ոչ թե դուք այդ բնական իրավունքը չունեք իմանալու, թե որն էր ի վերջո ձեր երեխաների անհետացման ու զոհվելու պատճառը, այլ այնա, որ այդ աշխատանքները, որ արել ենք, ոնց որ դրանց անունը զեկույց չի, կամ այդ զեկույցը ժամկետանց է, եւ շատ այլ մանր տեխնիկական, այսպես ասած, քվազի պատճառաբանություններ, որոնք բնականաբար հասկանում ենք, որ օրինական, իրավաչափ, մարդկային կամ որևէ հարթության մեջ ճշմարիտ լինել չեն կարող։ Եվ դե ասեմ, որ այս պահանջը ամենաբնական պահանջն է, որ կարող է հանրությունը ունենալ։ Որովհետև ոնց է այդ օրենքները եւ այլը, որ մենք սարքել ենք, չգիտեմ, հիմնավորումներ ենք դնում, բյուջեի հաշվետվություն ենք դնում, մոտավորապես տրամաբանությունը այնա, որ օրինակ պետությունն ասում է
հանրություն, ես քո պետ բյուջեից ծախսել եմ 1000 դրամ, հիմա հաշվետվություն եմ տալիս, թե այդ 1000 դրամը ինչի եմ ծախսել եւ ինչ օգուտ ա տվել։ Բա դու կներեք, որ բան եմ ասում, չեմ ասում հələ այդ փողային արձանագրումը, դու տարել ես այս երկրի ամենաբարձրագույն արժեք համարվող կապիտալը, մարդուն, եւ այն մարդուն, ով որ պետքա այս երկրի ապագան լիներ, այս երկրի սերունդը տար, հաջորդիվ սերունդներ թողներ, նույնիսկ մի զավակ չունեցած երիտասարդ տղաներին հազարավոր տարել զոհել ես, ամենաթանկը այս երկրի զոհել ես, բա մի պաշտոնական պատճառաբանություն, մի պաշտոնական փաստաթուղթ չունենաս հիմնավորած ներկայացնող այս հանրությանը ասելու, գիտես ինչ կա, ես այս ամենաթանկ գինը վճարել եմ, ստիպված եմ եղել վճարել այս պատճառով, այս մարդն ա մեղավոր եղել, այս մարդն ա մեղավոր եղել, այս դերակատարն ա մեղավոր եղել։ Բա եթե այդ հարցի պատասխանը պետությունը չի տալիս, ինչ նշանակություն ունի, թե ասենք 15000 դրամ ում թոշակը բարձրացրեց կամ ինչ արեց։ Թերևս այսքանը, այս նախընտրական շրջանում ուզում եմ ասեմ, չեմ ուզում իհարկե կապակցեմ բանին, բայց ինչի է նաև այս պահանջը էլի արդիական դառնում, որովհետև խոսույթները, այդ սրտիկները, չգիտեմ, սոցիալական հարցերը, այսքան ասֆալտ փռեցինք, այսքան դպրոց կառուցեցինք եւ այլն, ոնց որ մեզ շեղում են մտովի այն իրականությունից, որում մենք ապրում ենք։ Մենք ապրում ենք հետ պատերազմյան չսպիացող վերքով հասարակությունում, որտեղ այն երկի տողերը, թե մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ, շատ մեղմ ասած վիրավորական են հնչում անհետ կորած ու զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Եվ խնդրում եմ մի խանգարեք մեր ակցիան։ Ամփոփելով ուզում եմ ասել, որ մեր պահանջի շարունակումը արդիական մնա։ Շնորհակալություն Տիկին Սողոյան։ Ես հիմա ուզում եմ ձայնի իրավունքը տալ